խորհրդանշական է, որ հարցը հենց ինձ է ուղղում, ենթադրում եմ, տեսել եք լուսանկարներում, որ ես ներկա եմ այդ ներկայացմանը, պիտի ցավոք սրտի տխրեցնեմ ձեզ, ներկայացմանը Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկա է եղել բացառապես հյուրի կարգավիճակով, վարչապետին հրավիրել է հանդարտ մշակութային այգու հիմնադիր դերասան Տիգրանը Գյուլումյան, որին վարչապետը, այո, հիմա ընդդիմությունը կսկսի թիրախավորել նաև Տիգրանին Գյուլումյան, ներողություն եմ խնդրում այս ամբիոնից, նախապես տրամադրելով դրան պարոն Գյուլումյանին, ընդ որում, եթե չեմ սխալվում, աշխատանքային օրվա ավարտին էր դա տեղի ունեցել, արդեն գուցե որպեսզի շփոթ չառաջանա նաև, այս պահին չեմ հիշում, դետալների մեջ չեմ մտնի, վարչապետը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ իր պաշտոն է հրավիրված է եղել, մասնակցել է ներկայացմանը եւ առիթից օգտվելով ցավում եմ, որ թիրախավորվեց թե դերասանը, թե ներկայացման բովանդակությունը, որը բնավ կապ չուներ այն ամենի հետ, ինչի ականատեսը դարձանք այդ օրերին, գումար չի հատկացվել թատրոնին, այն նպատակով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը գտնվի այդ ներկայացմանը, եւ երկրորդ, գիտեք, եթե խորանանք, թե ինչ եք դուք ուզում ասել, տպավորությունն է, որ ինչ վարչապետ ինչ պետք է աներ, պիտի հանդարտ մշակութային այգու ղեկավարությունը կամ այսպես ասած ներդրողները պիտի տրանսպորտ ուղարկեին վարչապետի համար, պիտի գնային ուղեկցեին, մինչև վերջ խնդրում եմ, պիտի գնային ինչով սպրինտերով այսպես ասած բերեին վարչապետին, կամ վարչապետը ոտքով պիտի գնար այդ ներկա, ինչ որ բնականաբար շատ կասեմ տրիվիալ բանի մասին ենք խոսում, շատ բանալ, հա, որ վարչապետը հասնելով բյուրական որոշակի ռեսուրս պիտի ծախսվեր, դա ենթադրում է, եթե լավ այսքան եք ուզում մանրանանք, բենզին պիտի դրա համար օգտագործվեր, իհարկե անվտանգությունը պիտի ուղեկցեր, այո վարչապետին, չգիտեմ դրանից ինչ եք այդքան իհարկե խոսքս ձեզ չի վերաբերում, ընդդիմությունը չի այդքան ցնցումների մեջ ընկնում, որ վարչապետին ուղեկցում են, երեք էլ մեկը ասում էր ամենապաշտպանված մարդկանցից մեկն է վարչապետը, այո, դե կներեք։